Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա զրուցակիցը Իրանի Արաքս թերթի խմբագիր, Արաքս News կայքի խմբագիր Մովսես Քեշիշյանն է, բարև ձեզ, պարոն Քեշիշյան։ Պարոն Քեշիշյան, դուք Հայաստան եք վերադարձել պատերազմը սկսվելուց հետո, դրա համար ձեզ հարցնեմ, թե նախ ինչ իրավիճակ էր Իրանում, Թեհրանում։ Դե գիտեք արդեն երևի լուրերը հետևում եք, ռմբակոծումներ կան, շարունակվում են, եթե մինչև քանի օր առաջ ռմբակոծումներ ուղղակիորեն ռազմական, այսպես ասած, սրտիրային կենտրոնի եւ այլների վրա էր, այս վերջերին օրերին արդեն վերածվել է ժողովրդի հավաքատեղիների, դպրոցների, մարզական կենտրոնների եւ ենթակառուցվածքների վրա արձակումներ, կարծես թե ամերիկյան-իսրայելյան կոալիցիան փորձում է ավելի եւ ավելի ճնշել իրանական կողմին, ինչը որ վատ վիճակ է ստեղծում, բնականաբար ժողովուրդը մտահոգված է վիճակից, մտահոգված են ընդհանուր մթնոլորտից, բայց դե պատերազմական վիճակ, ինչ ասեմ։ Պարոն Քեշիշյան, ընդհանուր տրամադրությունները բարձ է մտահոգություն կա, բայց ընդհանուր մարդկանց մոտ ինչ տրամադրություններ կա, քանի որ պատերազմը կարծես թե միտում ունի ավելի երկար շարունակվելու։ Ես կարծում եմ իհարկե, որ ամերիկյան կողմը չի ցանկանա այդ երկար շարունակել, որովհետև դրանից ինքը կվնասվի։ Ժողովուրդը դե ինչպես ասում եք, մտահոգություն է իր տեղը, տնտեսական պայմանները նեղացնում են, բայց այնուամենայնիվ դեռևս երկիրը նորմալ է, բնականon կյանքը առաջ գնում է, այնպես չի, որ տագնապի մեջ լինեն, ժողովուրդը կյանքը գնում է, թեթև գործերը շարունակվում են գործել, բնականաբար մեծ գործարաններ արձակված են, որովհետեւ ժողովուրդ շատ մեկտեղ չլինի, վտանգ չստեղծվի պայթյունների հետևանքով, զոհերի թիվը հնարավորինս չբարձրանա, այդ մտահոգությունից ելնելով, բայց դե սովորական առօրյան գնում է։ Հայերի շրջանում, Իրանը հայերի շրջանում ինչ իրավիճակ է, ինչպիսի տրամադրություններ եւ արդյոք տուժածներ կան մինչեւ այս պահը։ Մինչեւ այս պահը տուժածներ չկա հայկական կողմում, պայթյուններ եղել են հայկական թաղամասերին մոտիկ, այսպես քաղաքամասերին, որտեղ հայեր բնակվում են, մոտիկ դրանց եղել է բնականաբար իրենց համար էլ նույնն է, իրենք էլ դավանում են եղածով, վիճակով, բայց բարեբախտաբար չունենք ծանր վիճակ, տագնապալի վիճակ չկա, մարդիկ հանդարտ են, մտահոգությունը կա ու կա։ Մեծ քաղաքներից կամ այն շրջանները, որ ավելի շատ ռմբակոծվում են, նույնիսկ պետությունն է մարդկանց առաջարկում, որ ավելի փոքր քաղաքներ, եթե ունեն հարմարություններ, տեղափոխվեն, որպեսզի հնարավորինս ավելի ապահով տեղերում լինեն։ Այդպես մարդիկ տեղափոխվում են դժտեղ, բայց կա, կյանք շարունակվում։ Պարոն Քեշիշյան, պատերազմին նախորդել էր Իրանում հակակառավարական ցույցեր լայնամասշտաբ, որքան էլ որ ինֆորմացիան փակ էր, բայց այնուամենայնիվ տեղեկացվում էր, որ հսկայական զոհեր կան, կառավարությունը ճնշեց այդ ցույցերը, հիմա ինչ քաղաքական առումով պատերազմի ընթացքում ինչ իրավիճակ է։ Այսինքն այդ բողոքող զանգվածը կա դեռ շարունակում է պայքարել։ Դե արդեն պատերազմը ինքնին մարդկանց դեպի տուն հրեց, էլի, եթե բողոքը կարող էր առանց պատերազմի եւ խաղաղ պայմաններում շարունակվել, պատերազմական վիճակում թե բնականաբար պետության պահանջով, թե ժողովուրդը ինքնին այդ պատերազմական պայմաններից ելնելով քաշվեց դեպի տուները եւ այսօրերին ցույց չի լինում, հավաք չի լինում, ակցիաներ չեն լինում, բայց ժողովրդի բողոքը կամ այսպես ասենք դժգոհությունը մնում է իր տեղը մինչև այն ժամանակ, որ այդ հարցերը կլուծվեն, տնտեսական տագնապը, ինֆլյացիան, այդ գնաճը մարդկանց նեղացնում է, մարդիկ եթե մինչև սրանից 2 ամիս առաջ ստանում էին աշխատավարձ, որը գուցե հավասարվում էր 100 կամ 150 դոլարով, այսօր հատա նույն գումարը հավասարվում է 80-70 դոլարով, որ ավելի վատացնում է իրենց վիճակը։ Դրա համար մարդիկ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, ամերիկյան կողմը, իսրայելյան կողմի հետ միասին մտածում էին, որ մի 2-3 օրով այդ հարցերը կլուծեն եւ հարվածների հետևանքով ժողովրդին փողոց կբերեն, բայց երբ որ տեսան, որ այդ հարցը երկարաձգվեց, փաստորեն չհասավ են իրենց ծրագրած նպատակին, այլ դեղ է գնում եւ ժողովուրդն էլ բնականաբար այս պայմաններում
չի դուրս գալիս եւ սպասում է որ այս հարցերը կխաղաղվեն հետո բայց կառավարությունը Փեզեշկյանի ղեկավարությամբ թեև խոստումներ տվել են բայց խոստումները պետք է գնան դեպի իրականություն այսօրվա առումով քանի որ պատերազմը դեռ բան չի կարելի ասել բայց Դե սպասել եւ տեսնել, որովհետեւ եթե կառավարությունը համապատասխան քայլերի չգնա, լուծումների չգնա եւ տնտեսական վիճակը չկարգավորվի երկրում, մարդկանց դժգոհանքը կարող է շարունակվել եւ ավելի ծանրացնել վիճակը։ Ակեշան, այս պատերազմը անակնկալ էր Իրանի համար։ Թե սպասում էին։ Չէ, արդեն սա սպասվում էր։ Եթե նախորդ պատերազմը 12 օրյա իսկապես ինչ-որ չափ անակնկալ էր եւ նույնիսկ իրենք ուշացան հակահարված տալու առումով, այս պատերազմը արդեն սպասվում էր եւ ես կասեի նույնիսկ որոշ չափով իրենք ծրագրավորվել էին, արդեն գիտեին ինչ պիտի անեն, ինչ քայլերի գնան եւ ինչ երթականությամբ առաջ գնան եւ արդեն նկատեցիք երևի հենց որ հարցակում եղավ, Իրանը շատ արագ արձագանքեց եւ պատասխան հարվածներ հասցրեց, հետո շրջակա հարևան երկրներին զգուշացրեց, որ չմտնեն պատերազմի մեջ եւ իրենց տարածքը օթային եւ ցամաքային չտրամադրեն նախարարցակ կողմին, բայց երբ որ տեսավ, որ թափ ավելի հզորանում է հարցակումներին եւ այդ արևան պետությունները չեն հարգում իր կողմից պահանջվածը, սկսեց նաեւ այդ տարածքներին եւ այդ երկրներին հարվածներ հասցնել։ Ըստ տեսակ եւ Սաուդյան Արաբիային, Իմարաթին եւ մյուս Քուվեյթին, Բահրեյնին բոլորին գրեթե համապատասխան հարվածներ հասցավ։ Կան տրամադրություններ երկիրը լքելու մարդկանց շրջանում։ Ոչ, բնականաբար մարդիկ ցկտում են ավելի ապահով տեղ լինել, միշտ էլ այդպես է մարդու դե ընդհանրապես մարդու հատկությունն է, չի ուզում որ վտանգի մեջ լինել, բայց հիմա այնպեսի վիճակ չէ, որ նման պայմանների հասնի, եւ գիտեք, երբ որ երկիրը մեծ է եւ այդ հարվածները մեծ երկրում այդքան էլ իրեն ցույց չեն տալիս, այսինքն մենք խոսում ենք 1.600.000 քառակուսի կիլոմետրի երկրի մասին։ Իսկ ինքը Թեհրանն էլ բավական մեծ է եւ այն հասցված հարվածները մինչեւ հիմա ասենք մի 3000 հարված է հասել ռմբագործումներով եւ այլն, բայց դա այդ մեծ տարածքի մեջ կան էլ իրեն այս բան չի ներկայացնում։ Ասում եմ, մտահոգությունը որպես մտահոգություն մնում է, բայց կյանքը շարունակվում է։ Այսինքն խանութներում ամեն ինչ կա, մարդիկ իրենց առօրյան կարողանում են այդտեղ եւ ապրել, այդպես չի որ տակնապալի վիճակ ստեղծված լինի, որ մարդիկ մտածեն փախուստի մասին կամ փախստականների շարք կազմում, այդպես չէ։ Բանկեշյան, պատերազմի առաջին օրը կարելի ասել գլխատվեց հոգևոր իշխանությունը Իրանի, այսօր 3 նոր հոգևոր առաջնորդ ընտրվեց, նա սպանված հոգևոր առաջնորդի որդին է, ընդհանուր առմամբ ինչպիսի կերպար է, ինքը ոնց են ընդունում մարդիկ եւ արդյոք նույն գիծը շարունակելու է։ Կարծում եմ նույն գիծը շարունակվելու է, նորմալ տեսեք նախքան ընդրությունը նոր առաջնորդի 4 տեխնազոներ կային, 4 դեմքի մասին էր խոսվում։ Եթե ասենք նախկին նախագահ Ռոհանին եւ Հեղափոխության եւ ինչու՞ չէ իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնի Թորան Հասան Ռոհանիի մասին էին խոսում, որոնք երկուսն էլ ավելի շուտ բարեփոխական ռեֆորմիստներ էին եւ երկու ուրիշի, որ մեկը Մոջթաբա Խամենեին էր, այսօրվա արդեն նոր ընտրված առաջնորդը Խամենեի որդին, եւ մյուսն էլ նույն շարքից, որ Խոբրեգանի այսպես կպանիմացների խորհրդի անդամ, սրանք ավելի շուտ արմատական դիրքավորումներ ունեցող դիրքորոշումներ ունեցող կողմեր են։ Երևի նաև մտածում էին այն բանի մասին, որ եթե ամերիկյան, այսպես ասած, կոալիցիա կազմած այդ ամերիկա-իսրայելյան կողմը հասնեն նրան, որ պիտի գնան երկխոսությունների, կարող է այլ ընդրություն լինել, բայց երբ որ տեսան, որ ամերիկյան կողմը չի ուզում հրաժարվել իր այսպես ասած հարցակողական դիրքերից եւ շարունակում է հարվածել հույս ունենալով, որ այդ հարվածներով կարողանա պարտադրի իր կամքը եւ նույնիսկ եթե հետեւել եք լուրերին վստահաբար տեսել եք, որ Թրամփը հայտարարում էր, որ նույնիսկ ինքը պիտի ձայն ունենա նոր առաջնորդի ընդրության կապակցությամբ,
փաստորեն իրանական կողմը ցույց տվեց, որ ոչ ոք իրավունք չունի միջամտել հարցում եւ դա Իրանն է որոշում եւ եթե պետք է ավելի կարծր դիրքեր ընդունել, կարծր դիրքեր կընդունեն կապված դիմացինին, այդ հակառակորդ թե ինչպես է վարվում։ Եվ Իրանը ցույց տվեց, որ պատրաստ չի հետ նստել եւ պատրաստ չի ավելորդ զիջումների, թեև պատրաստ է երկխոսության բանակցությունների, բայց զիջումների չի գնա եւ այս ընդրությունն նույն բանն է, պատկամն է փոխանցում այդ ամերիկյան կողմին կարծում եմ։ Պարքեշյան, կա տարածայնություններ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, որ համարվում է գլխավոր ուժը իշխանության մեջ, թե նաև ռազմական իշխանության մեջ եւ նախագահի իշխանության մեջ ինչ որ տարաձայնություններ կան։ Այս պահին նման բանից խոսելը երևի այդքան էլ իմաստ չունի, որովհետեւ այստեղ կա արտաքին ճշնամու հարց եւ ներքին հարց։ Եթե ներքին հարցերով ասենք ինչպես եթե մեր խոսքի զրույցում խոսում էինք տնտեսական տագնապների, դժվարությունների հարցով, այնտեղ որոշ չափով հակասություններ կամ խնդիրներ կային եւ որ նախագահը փորձում էր դրանք լուծել եւ պատասխան տալ հարցերին եւ իրենք ավելի այն մտքին էր որ պետքա ժողովրդի հետ խոսել, որովհետեւ իրավունք ունեն եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է, երբ որ հարցը գնում է այն կողմ, որ արտաքին ճշնամին է հրաբարակ գալիս, արդեն երկիրն է գնում հարվածի տակ եւ տանում են դեպի նրան, որ ընդհանուր համակարգը տապալելու հայտարարություններ են ուղղում, այդ դեպքում բոլորը արդեն դառնում են մեկ ճակատ կամ մեկ բռունց, որովհետեւ այստեղ արդեն հիմնական նավն է, որ հարվածում է, որին բոլորը արդեն նույնի վրա նստած են։ Մտավախություն, որ Իրանը հնարավոր է մասնատվի կամ քաղաքացիական պատերազմի մեջ մտնի։ Այդ հարցը ավելի շուտ իսրայելական ցանկություն է, ես կարծում եմ, որովհետև նույնիսկ այս հարվածները, որ վերջին օրերին հասցրեցին նամանավանդ նավթի կուտակ պահման տեղերին, որ հասցրեցին, որից հետո ամերիկյան կողմը իր մտահոգությունը հայտնեց, նաև իսրայելական կողմին զգուշացրեց, որ նման քայլերի չգնան, որովհետև պատասխան հարվածները ծանր վիճակի մեջ է դնում հենց իրենց այս հարցում։ Կարծում եմ, որ պետք է դեռ սպասել եւ տեսնել, այդանք մի քիչ այն չեն, որ իրենք կգնան դեպի դրան, որովհետև երկրի մասնատումը Ամերիկայի համար ցանկալի չի եւ կարող է շատ վտանգավոր լինել նախ եւ առաջ եւ վստահաբար լսեցիք լուրերում նաեւ որ Թրամփը ուղղակիորեն հայտարարեց որ չի ցանկանում օգտագործել քրդական ուժերից, որովհետև չի ուզում որ քրդերը այնտեղ վնասվեն կամ գոլորվեն, միջից գնան կամ այսպես ամենայն դեպս զոհվեն, որովհետև հասկանում են որ այնտեղ Իրանում ցամաքային ներմտնելը ցամաքով պատերազմ ճակատ բանել շատ ծանր հետևանքներ կարող ունենալ եւ իրենց համար եւ իրենք էլ նման ռիսկի չեն գնա, որովհետեւ եթե մինչեւ հիմա օթային հարվածներն են հասցնում, հասկացանք եւ Իսրայելա-ամերիկյան այդ կոալիցիան անհամեմատելիորեն հզոր է այդ առումով Իրանից նամանավանդ որ Իրանը տարիներ սանկցիաների մեջ է եղել եւ չի կարողացել հնարավորինս ձեռք բերել օտանավներ են ինչ որ պետք է օթային ռազմական առումով իրեն պետք է հարստացնել իրեն, բայց ցամաքի պարագային լրիվ այլ է եւ այնտեղ արդեն զորքն է որ դեմ դիմաց պիտի կռվի եւ Իրանը բավական պատրաստված զորք ունի որ եւ իր բանակով եւ հեղափոխության պահապան կորպուսով բավական մեծ զորաբաժանումներ ունի որ տարբեր երկրի տարբեր սահմաններով կանգնած են եւ շատ ուժեղ կպաշտպանեն երկիրը։ Եվ կարծում եմ նրանք նման ռիսկի չեն գնա որ տանեն դրան։ Ինչպես ասած մասնատման հարցը իրենց համար այնպեսի ահռելի հետևանք կարող ունենալ որ շատ թանկ կնստի իրենց վրա, շատ թանկ կնստի ամերիկյան կողմի վրա, որովհետև անկառավարելի կդառնա։ Այսօր երկիրը մեկ ամբողջական է, պետականություն կա, համակարգ կա, որի հետ ամենայն դեպս բանակցելը երկխոսությունը եւ այլն կառավարելի է եւ կանխատեսելի է, բայց մասնատելուց գնալը
մասնատելու հասնելը, այդ վիճակի հասցնելը անկախատեսելի վիճակ ստեղծի նախ եւ առաջ հենց Արևմուտքի եւ այս Պարագային Ամերիկայի եւ Իսրայելի համար, որը կարծում եմ իրենց համար ցանկալի չի։ Իսրայելը դա ցանկանում է, իհարկե, երևում է դա իրենց հայտարարություններով, մոդեցումներով եւ այլ, բայց ամերիկյան կողմը դա հասկանում է դրա վտանգը եւ կարծում եմ չեն գնա դրան։ Անկեշյան, շատերին թվում է, թե Իրանի դաշնակիցները, այսպես ասած դաշնակիցները Ռուսաստանը կամ Չինաստանը ինչ որ ձև կարձագանքեն կամ կաջակցեն Իրանին, ընդհանրապես դաշնակիցների բաղ ինչ խոսակցություն են գնում Իրանի ներսում։ Գիտեք, ինչ այստեղ կան փաստեր, որ Իրան այս Ամերիկա հակասությունը եւ իրականության մեջ այսօրվա պատերազմը որ կողմերին է ծերունդու։ Եթե բերում ենք շարում ենք այդ շահերի puzzle-ը, որ ով ինչ է շահում սրանին, տեսեք, այսօր փակ է Հորմուզի նեղուցը։ Դրա հետևանքով չի անցնում նավթը դեպի դուրս։ Աշխարհի գիտեք մոտ 20%-ից ավելի նավթ է այդ կողմից է դուրս գալիս։ Եվ երբ որ փակվում է, ինքնաբերաբար գները բարձրացնում է միջազգային շուկայում։ Արդեն գազի, բենզինի եւ նավթի գինը միջազգային շուկայում բարձրացել է դրա հետևանքով։ Եվ նույնիսկ խոսում են նրա մասին, որ եթե այս ընթացքը շարունակվի 1-2 ամսով, այն ժամանակ կարող է գազի գինը Եվրոպայում 3 անգամ կրկնապատկվի։ Իսկ այդ դեպքում ինչ կդառնա։ Ռուսական գազը, որ սանկցիաների հետևում փակված է ու չի կարողանում դուրս գալ, պարտավոր կլինեն բացեն կամ ամենայն դեպքում աչքաթողան։ Նույնիսկ եթե աչքաթող չանի Արևմուտքը, Եվրոպան կամ Ամերիկան, Հնդկաստանը եւ Չինաստանը կնախընտրեն, որ արդեն Ռուսաստանից նավթ առնեն, գազ առնեն։ Դա արդեն ինչ-որ կերպ Ռուսաստանին օգուտ եղավ։ Իսկ նաեւ կհիշեցնեմ Պեսկովի խոսքերը, նա առանց քաշվելու հայտարարեց, որ այս պատերազմը մեզ կապ չունի։ Մեր պատերազմը չի։ Աստորեն Իրանին մենակ թողած այս հարցում։ Եվ ինչպես նախորդ 12-օրյա պատերազմի օրերին, նաև այս պատերազմի օրերին ռուսական այսպես հոբը չօգնեց Իրանին։ Ես չգիտեմ, գուցե ես սխալվում եմ, բայց ես ենթադրում եմ, որ ռուսական հոբը այնքան հզորություն ունի, որ կարողանա տեսնել եւ այսպես ասած գնահատել, որ արդեն 200 կամ 100 կորսանիչ Իսրայելից դեպի Իրան շարժվում են։ Եվ դա կարող է որպես տեղեկություն տալ իր այսպես չակերտյալ դաշնակցին, բայց նա նման տեղեկություն չի տալիս եւ Իրանը չի կարողանում հագարված տալ։ Տարիների ընթացքում Իրանը ռազմավարական բարեկամ է համարել իրեն Ռուսաստանին, բայց Ռուսաստանը իր այս 400-ները, որ դիմադրում կամ հոպի դեր են խաղում եւ հարվածում են հարձակվող դաշնամուն, չի տրամադրում իրանական կողմին, բայց տալիս է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ Իսկ Իրանին տալիս է այս 300-ները, որոնք ընդհանրապես այդքան էլ կարողություն չունեցան ոչ այն նախորդ պատերազմում, ոչ այս վերջին հարձակումների ժամանակ։ Փաստորեն ռուսական կողմը իրեն հերո պահեց։ Միշտ էլ երկդիմի քաղաքականություն է աղում։ Ռուսական կողմը իր բարեկամ երկրների հետ եւ որքան կարծես մոդիկ, որքան դաշնագիտ, որքան բարեկամ, նույնքան ավելի ռուսական կողմը պատրաստ է դավաճանելու այդ կողմին։ Անկեշյան, Իրանը հենց առաջի օրվանից սկսած հարվածել իր հարևանան երկրներին, պարզ է, որտեղ որ ամերիկյան ռազմաբազաներ կային, այսպես ասենք նաև թիրախավորվեց Ադրբեջանի տարածքը, Նախիջևան, ընդհանրապես հարևանների հետ այդ առճակատման պահով ինչ են հայտարարում, ինչ են խոսում Իրանում։ Դե արդեն ինչպես հայտարարված է եւ դուք էլ գիտեք, հիմնական հարցը նա է, որ ես իմ խոսքերի մեջ էլ սկզբում ասացի, այստեղ տարածքից թե ցամաքային եւ թե օդային տարածքից օգտվելու հարցն է։ Եթե քո հագարակորդ քո ճշտամին օգտվում է քո բարեկամ երկրի տարածքից ու քեզ հարվածում է, դու բարձրավոր ես այդ հարվածող կերտին խփել։ Թե որ ունենաս այլ հնարավորություն, ասենք եթե Թեհրանը կարող է միանգամայն մի կոճակով Թեհրանից Վաշինգտոն հարված հասցնել կամ ես եմ Նյու Յորք, պատկերը այլ է, բայց այսօր իրականությունը այդպես չի։ Իրանը կարող է հարված հասցնել, կարող է հասցնել մինչև Իսրայել, բայց
դե մինչև Վաշինգտոն, երբ որ չեն հասնում, ուրեմն պարտավոր է ճակատում հարվածը։ Իսկ ճակատում հարվածելու հնարավորություն հիմա երևի տեսակ առաջին օրերին, եթե ամերիկյան նավը մոտեցավ Իրանին եւ իրանական կողմը արդեն հրթիռներով հարվածի տակ հասցրեց նրան, նա հետ կաշվեց մինչև Եմեն եւ Եմենի փաստորեն կողքին կանգնած այնտեղից է փորձում հարվածել։ Եվ իրանական կողմը տեսավ, որ արդեն այդ վիճակն է, այն կետերից, որոնցից օգտվում է ամերիկյան-իսրայելյան կողմը հարվածելու Իրանին, այդ կետերին հարված։ Վերջին հաշվով, եթե ինքը Իրանը հայտնվում է նման պայմանների մեջ, պետք է այն կողմերը, որոնք օգնում են այդ վիճակին հասցնելու Իրանը, նրանք էլ պատրաստ լինեն պատասխան տալու։ Շատ սովորական հարց է սա, այսինքն ինչպես կարող եմ ես ընդունել, եթե մեկը իրեն թույլ է տալիս հենց իր տարածքից հարվածել ինձ, հետո ասի ես մեղք չունեմ, անմեղ եմ կամ ինչ։ Եթե անմեղ ես ուրեմն այդ կետը որ հարվածում է, այդ կետը քոնը չի։ Այդ քոնը չի, ես այդ կետը հարվածում եմ։ Եվ Իրանի վարած քաղաքականություն ռազմական առումով դա է։ Այն կետերից որտեղ հարվածում է կամ որտեղ որ համարում է դա ամերիկյան կենտրոն է կամ ամերիկյան կետ է կամ իսրայելյան կետ է կամ կողմ է, հարվածում է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, բնական տարբեր է։ Դուք գիտեք որ Ադրբեջանում իսրայելական կետեր կան, իսրայելական հետազոտական կենտրոններ կան եւ սրանից առաջ էլ նախորդ պատերազմի օրերին Իսրայելից դեպի Իրան ԱԹՍ-ներ էին եկել, թեև սկզբում որոշ բաներ եղավ, այսպես ցայն հանվեց, խոսվեց, բայց հետո փորձեցին դրան, այսպես ասենք, աչքաթողի տալ եւ հարաբերությունները կարգավորել, բայց այս մեկի պարագային որոշ խոսքեր հնչեց, որ Ադրբեջանը ռազմական ուժերը բերել սահմանամոտ, այսպես բաներ ստեղծել, որ հնարավոր է իրենք էլ փորձեն միջամտել, մտնել Իրանի տարածք կամ այսպես ամերիկյան-իսրայելյան կոալիցիայի խաղի մեջ մտնել կամ միանան իրենց, իհարկե հիշեցնեմ, որ իրանական կողմը հերքեց ընդհանրապես, որ դա իր կողմից է եղել այդ ԱԹՍ-ները։ Արդեն նույնիսկ որոշ լուրեր տարածվեցին այն մասին, որ այդ ԱԹՍ-ները, որոնք Նախիջևանում եկել են, դրանք ունեցել են ադրբեջանական գրություն դրանց վրա եղել, այնպես որ ինչ որ կերպ ապացուցելով, որ իրենցը չի, եւ այսօր նաեւ երեք նաեւ ադրբեջանական կողմը երբ հայտարարեց որ սահմանները նորից վերապացում է, ցույց տվեց որ իրենք ինչ որ արդյունքների հասել են խոսակցությունների մեջ, բայց եթե ենթադրենք, ես ասում եմ ենթադրենք, որովհետեւ չի վերջին հաշվով չգիտենք իսկապես դա իրանական կողմն է հարվածել թե ոչ, ենթադրենք եթե որ ամենայն դեպս դա Իրանի կողմից հարված է, ես դրանք անվանեի նախազգուշացնող հարված, որ ադրբեջանական կողմը իմանա, որ անկարծ իրեն նման սխալ թույլ չտա, դեպքում հակառակ դեպքում կարող է Իրանից ավելի ծանր հարվածներ ստանալ։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր իմ զրուցակիցը Թեհրանի Արաքս թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն էր, կհանդիպենք առայժմ։